Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ազատամարտիկ Արթուր Այվազյանին։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հյուրընկալության համար։ Պարոն Այվազյան, օրերս Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի հայտարարություն արեց, անդրադառնալով բանակին, նշելով, որ բանակը չէ մեր միակ եւ առաջնային գործիքը անվտանգություն ապահովելու համար։ Ինչպես կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը։ Նման անպատասխանատու հայրենադավ հայտարարությանը անդրադառնալու համար նախ ընդհանրապես չարժի դա մեկնաբանել, ուղղակի քանի որ մեր հանրությունում կա դեռ մեկ sense շերտավորում, որ ապացուցեց Գյումրու ընտրությունների ժամանակ, որ անգամ Գյումրի քաղաքում, ոչ թե համայնքում, կա անգամ մեկ անձ, ով ձայնատվել ՔՊ-ին։ Ելնելով այս իրողությունից ես ստիպված եմ ուղղակի անդրադառնում, ստիպված։ Չեմ անդրադառնում Փարաքյարին, որովհետև Փարաքյարում էլ են էության ինչ-որ 1, 2, 3 անձի կընտրել, բայց քանի որ Գյումրիում գոնե մեկն է ձայն տվել, արդեն ստիպված եմ անդրադառնալու։ Նախ ոչ թե ցիտեմ, այլ ասեմ ինքը ինչ ասեց։ Ինքը, գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին սոսնձված ըստ էության Արցախի Հանրապետությունը հանձնած, ամեն դեպքում այդ process ավարտին հասցրած, ասենց մի քիչ իրաց կողմից խոսամ, այդ սուբյեկտը, ով ըստ էության հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետությունների արտակարգ եւ լիազոր դեսպանորդը, դա փաստացի է, ասեց հետեւյալը. եթե մեր անվտանգության երաշխավորը հանդիսանում է հայոց բանակը, ուրեմն մենք չունենք անվտանգություն։ Եվ դրան զուգահեռ, երբ որ տեսնեք երեք ոստիկանության տոնի կապակցությամբ ոստիկանությանը վերաբերելի հատվածով նրա ոգևորությունը, արարողակարգային այդ միջոցառումները կհասկանաք նա անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությանը համարում է միայն ոստիկանությանը, որովհետև ըստ էության ոստիկանության մեջ է նա տեսնում իր պաշտոնավարման երկարակեցությունը։ Ինքը լավ չի պատկերացնում, որ ոստիկանության շարքերում էլ կան շատ ոստիկաններ, այդ համազգեստը կրող ամեն դեպքում ներքուստ հայեր, ովքեր պատեհ պահին եւ պատեհ առիթը կօգտագործեն հանուն Հայաստանի Հանրապետության որոշումներ կայացնելու համար։ Դա կարող լինի տարաբնույթ։ Դա թողենք ճաշակի եւ մոտեցման եւ դաստիարակության։ Ինքը տենց է հասկանում։ Ինքը չի հասկանում, որ իրականում Հայաստանի Հանրապետության, Հայաստանի երրորդ հանրապետությունը ձևավորվել է անկախականության հռչակագիրը չեղած անգամ այդ գաղափարախոսությունը կրող այդ կամավորականներից եկե դարձել է կանոնավոր բանակ եւ այդ բանակն է բերել մեր անկախությանը եւ հանրապետության կայացմանը եւ անվտանգության երաշխավորությունը բուֆերային հատված կոչված այդ զոնա կոչվածը, այդ գոտի կոչվածը բանակն է դրել։ Այն ժամանակ ես 77 թվականի ծնված անձ եմ։ Ես շատ լավ հիշում եմ 80-ականների երկրորդ կեսը, 90-ականների առաջի կեսը, արդեն այդ առաջի հենց կեսի ընթացքում ես արդեն զորակոչվեցի բանակ, ես լավ եմ հիշում, որ ոստիկանները ժամանակ համազգեստել չէին հագնում, անգամ քաղմասներ չէին գնում, որովհետև մեր կամավորականները, մեր ֆիդային ձյաձյաներ էին կենվա, ֆիդային ձյաձյա, ֆիդային հոպարները, ֆիդային քերիները, ֆիդային մեծ աղբերները, այվախ մտնում էին քաղմասներից զենք էին հանում, թալանում էին, գնում էին պատերազմ։ Դա իրողություն է եղել, մենք տենց ենք բանակ ու պետություն ստեղծել։ Եվ մենք այդ սերնդի ժառանգորդներն ենք։ Ու այսօր խոսած մի ամբողջ պետականության ստեղծման հիմքը համարես ոչ անվտանգային երաշխիք, անվտանգային երաշխավորությունը ով է, եթե ոչ հայոց բանակը։ Այնքան անգրագետ է, այս տգետը, այն որ տգետների դպրոց են բացել, ինքը չի հասկանում, նա ինչ է ասում։ Պատերազմի ժամանակ օրենսդրությամբ, սահմանադրական օրենսդրությամբ, ինքը պատերազմի ընթացքում, միայն պատերազմի ընթացքում ազգային ժողովի կողմից հաստատված կանոնակարգված համակարգով հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատարը մեր զինված ուժերի։ Մինչև դա մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարը դա գլխավոր շտաբի պետն է զինված ուժերի։ Գերագույն գլխավորը մինչև հիմա չի հասկանում, որը անընդհատ որ վկայակոչում է սահմանապահ զորքեր,
Սահմանապահ զորքերը ըստ էության հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որոնք որպես զորատեսակ էլի համարում են զինված ուժերի բաղկացուցիչ մաս։ Այսինքն էլի բանակի բաղկացուցիչ մաս են։ Դե կա հատուկ նշանակության ստորաբաժանում կա սահմանապահ զորքեր հարակից ստորաբաժանումներով։ Այսինքն էլի բանակն է, էլի։ Այսինքն եթե բանակը չի, ով է։ Գիտությանը ու մեկը չի գոնե լավ այդ խորհրդատուները, լավ կոնսուլտացիաներ գնում, ներքին քննարկումներ գնում, գիտեք ինձ ինչա թվում։ Ու ճիշտ է թվում է, ու համոզմունք է արդեն աքսիոմատիկ է, որ այդ գծով իր խորհրդականները կամ առընթեր ստորաբաժանումների ղեկավարները չեն բացատրում, այ կլիենտ, այ Սերժ Սարգսյանի ասած մենք գիտենք մեր հաճախորդներին դեմքով, այդ ինստիտուտը գործում է։ Դու չես հասկանում, որ անգամ քո վկայակոչած սահմանապահ զորքերը դրանք բանակային ստորաբաժանումներ են։ Դա թիկնազորք չի, դա մասնավոր պաշտպանական ծառայություն չի։ Դա այո ուժային կառույցի բանակային ստորաբաժանումը տեսակ է։ Բայց եթե բանակը չի մեր անվտանգության երաշխիքը, ով է։ Կանոնակարգով արտաքին ագրեսիայի հարձակման դեպքում պետական սահմանի վրա։ Ես որպես կադրային սահմանապահ եմ, մասնագիտական եմ սա ասում, նաև սահմանապահ եմ, այդտեղից սկսեմ բանակային կարիերան։ Սահմանապահ ուղեկալի, ասկան պետական սահմանի վրա հարձակման դեպքում, արտաքին ագրեսիայի դեպքում, որ մոտ օրերս ըստ էության կլինի թշնամու կողմից, մեր կանոնադրությամբ 15 րոպե է, 15 րոպեի ընթացքում Ուկրեպ ռայոնա կոչվում, արդեն համակցված ներդաշնակող պաշտպանության նախարարության զորատեսակները պետք է սկսեն պահպանությունից պաշտպանության անձնան իրականացումը։ Սա մասնագիտական, ասենք հասկանում եք, դու ունես գերագույն գլխավոր հրամանատար, այս նրբությունները չհասկանաս։ 15 րոպե է սահմանապահը պահելու այդ սահմանը, 15 րոպե հետո արդեն բանակային կորպուսները, պաշտպանության բանակն է, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերն են արդեն սկսելու աջակցությունը խնդիր կատարելը։ Ասենք այսքանը չհասկանաս ու խոսած, որ հայոց բանակը մեր անվտանգություն, բանն ինչն է համանքային ոստիկանն է մեր անվտանգության երաշխավորը։ Դուք հասկանում եք բանակի դերակատարությունը ոնց է ուզում էսի պլենտոզից ցածր իջացնի։ Եթե մենք թույլ տանք նման ելույթները, եթե մենք չհակադարձենք նման հասկանում եք ես իմ սիրտը ինչից է պայթում։ Ախր այդ սիրա ելույթի ժամանակ ազգային ժողովը նայեք առնվազն մի հոգու մասին կարամ ասեմ, գոնե Սեյրան Մուշեղիչ։ Ես որ ալնեի այնտեղ, Աստված չաներ ես ելնեի այս իրավիճակում ընդե։ Ես ելնեի Սեյրան Մուշեղիչի տեղը, ով 13 տարի ղեկավարել է պաշտպանության բանակ, գլխավոր շտաբ, Հայաստանի պաշտպանության նախարարություն, ոտս կորցրած ելնեի 90-ականներին, շարքայինից սկսած գեներալ գնդապ, դուք ինչի շպրտել։ Ես կմոտենեի քթքի երեսին։ Թո ծեծեին, մեկը ծեծում են սենց թելնենց, էլի ավել լավա ծեծեն, թե չեմ սենց իզիվացալն են վրեկնել, այսօրվա նիստը տեսակ ինչ արին։ Ու բանակից, լնեք բանակից ով է խոսում, ինչերից են խոսում, դուք հասկանում եք էսի, ու սենց նստած լսում են, յանի երկրի վարչապետն է խոսում բանակից։ Ինչ համակային ոստիկանն է, թե կարմիր բերետավորն է երկրի անվտանգության երաշխավորը։ Այս երկրի անվտանգության համար կյանքը դրած զինվորի մորը ծեծող կարմիր բերետավորն է անվտանգության երաշխավոր այս երկրի։ Թե սև բերետավորը, որ գրանատա գցում այդ մոր վրա։ Դրա համար օրենքով ընդունեցիք օրենք, որ ներքին զորքերը հանում եք ռազմական իրավիճակի դեպքում մարտական խնդիրներ կատարելուց, հա։ Դրա համար օրենքով նայեք ինչ եղավ, 2019 թվականին օրենք ընդունեցին ներքին զորքերին մարտական հենակետը տվեցին Տաուշում։ 2 թե 3 անգամ եկան Պերեսմենքի, մի անգամ մինի վրա պայթան, ես իմ գնացել էին չիշիկ անելու, որտեղ իրանցը չիշիկ է, էլի չիշիկ անելու, թե ինչ պայթան մինի վրա, բունտ սարքեցին, հանեցին զորքերը, 19 թվին ինքը արդեն իշխանության էր։ Եկան Շուշի, տեսակ,
ճակատագրեր ինչը։ Մի հատ մարտական խնդիր չեն կատարես պետության համար, ոչ էլ Արցախի համար։ Լավ մերերին ծեծում են, ծնողներին լղճում են, չգիտեմ, են ճամփեն աստող հղի կնանեքին սպանում են, չգիտեմ, ինչ են անում, բացի երկիրը պաշտպանելու հետ կապված մարտական խնդիրներ կատարելուց։ Այսօր խոսում են, որ բանակը մեր, բա ի՞նչն է մեր անվտանգության երաշխիքը, Թուրքիա։ Դիվերսանտները, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում կառավարության շենքի դեմը թուրքերի երգերը, դա է մեր անվտանգության երաշխիքները, բա ով է երաշխավորը։ Զենքը ձեռքը բռնած մարդիկ են երաշխավորը։ Կլինի դա 18 տարեկան, թե գնդի որդի 11 տարեկան երեխեք, թե կամավորական 100 տարեկան պապի։ Էդ է մեր ազգի ճակատագիրը, դա շատ վատ է։ Մենք ես ենք ժառանգել։ Մենք մեր ժառանգությանը հավատարիմ ենք։ Կգա մի հատ ժամանակ կուժեղանանք, կդառնանք այն պետականությունն, ազգային տեսակը, որ մեր հետ հաշվի կնստեն։ Մենք դրան ենք ձգտում։ Հո մենք մազոխիստ չենք, մի կյանք Աստված մեզ տվե, նայեք, պատկերացեք, մի ամբողջ կյանքը տվե, մի ամբողջ կյանք կրվելով գալիս ենք։ Մենք էլ գնացինք։ Մենք ուզում ենք մեր երեխեքը դա չտենան։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք, ոչ թե ծնկենք, ոչ թե դառնանք խոնար հացեր, հարճեր, այլ մեզ պետք է պետականություն ստեղծել, որ մեր երեխեքը գոնե մեր երեխեքը դա վայելեն, բա մեր կյանքին չենք դրե բանակի մեջ։ Ինչի համար ենք մեր կյանքը վտանգ է։ Տարածքներ ենք ուզում գրավենք, հա։ Արևմտյան Հայաստանն ենք ուզում բերենք մեզ, այո, մեր նպատակների մեջ դա կա։ Հրարիկրից մեր եղածը պահենք, բայց ոչ այս գնով, որ սա է ասում։ Մենք Արցախում ինչ են գնացել պատերազմի։ Մենք չենք սկսել։ Մենք մեր տունը նստած ենք, որ պատերազմը սկսեց։ Կոտորում էին մեր ազգին։ Մենք տնից ինչ կա իր ասացի պես, թասերով, կասուր կեքով, ով էլ կասկաչուներ, ծեծես կասկաս, իր ասածն եմ պատմում։ Որ էլ ոչի բան չունենք, ով ինչ տուն ունի վերցրեք գնացեք, ընդունենք տենց, ընդունենք իր ասածն ենք արել, լավ ընդունենք տենց, գնացել ենք։ Բախես հրաժարվում ես ազգից։ Ճիշտ էլ անում ես, որտեղ դու ես ազգի հետ կապ չունես։ Բա ով է երաշխավորը, թաղային, հա։ Դու թաղայինների մեջ կարող ավելի ուժեղ հայրենասեր լինի, չէ՞ մեսի որպես վարչապետ։ Բայց երաշխավորը որտեղ է, մի հատ կասեք ինձ տեղը, հայոց ինստիտուտում, հայոց իրականության մեջ, հայկական պետականության մեջ որտեղ է մեր անվտանգության երաշխավորը, եթե ոչ կամավորական, զինվորականով զենքը ձեռք էսո սահմանն է պաշտպանում։ Բա ով է, մի հատ տեղը կասեք ինձի։ Այն գլոկ կրող բանն է, պարեկն է, այն որ կարմիրի տակ կանաչա տալի սաղավարի ալնում, կանաչի տակ կարմիրա տալի էլի ավարի ալնում, այս քաղաքը, թե որ պարեկներ են, որ սիգնալ են տալի հանում ծեծում են, ասում են ոնց Նիկոլասն, էդ է մեր անվտանգության երաշխավորը, թե հանրապետության նախագահան, որ ուլի պես միջև հիմա ձեն չի անում, բայց օտար տուրիստա տենում տաքսիա կանչում, Յանդեքսի տեղ գիտի։ Որն է երաշխավորը, մի հատ կասեք։ Եթե ոչ մեր հայոց բանակը, փառք ու պատիվ այլուժային կառույցների այն ներկայացուցիչներին, այն սպաներին, որոնք օրի գիշեր մտածում են մեր երկրի մասին, դա կլինի ազգային անվտանգության կառույցներում, դա կլինի ոստիկանության կառույցներում, դատախազության կառույցներում, դատական համակարգում, ազգային անվտանգության խորհուրդ, որտեղ ուզում ալ, եթե մի հատ հայրենասեր կա, կլինի սպա, թե շարքային անձ, իմ սրտում տեղ ունի։ Ես համակարգից համաձայն չեմ։ Համակարգը ճիշտ չի աշխատում։ Պարոն Այվազյան, տևական ժամանակ է Ադրբեջանը տեղեկատվություն է տարածում, որ հայկական կողմը կրակ է բացել իր ուղղությամբ, իսկ հետո նաև ինքն է Հայաստանի ուղղությամբ կրակում, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը սկզբում բացարձակ հերքում էր դա, չնայած որ եւ Սյունիքից էին հայտնում, որ կրակոցներ են, նաեւ Սոտքից էին հայտնում, հետո նաեւ ասաց, որ Ադրբեջանը գուցե կրակում է, բայց ոչ Հայաստանի ուղղությամբ։ Ձեր գնահատմամբ նման բան հնարավոր է, ուր կարող է կրակել օրինակ Ադրբեջանը, եթե ոչ Հայաստանի ուղղությամբ։ Շատ ծավալում եմ մասնագիտական նրբությունների մեջ, մի հատ ընդամենը հասարակ հաստամ։ 21-րդ դարում, այս տեխնիկական դարում։ Երբ որ անգամ հողի տակ ես այսօր հայտնաբերում թունել փորող անձին, դուք ո՞նց եք պատկերացնում։ Այս տեխնիկական դարում հնարավոր չի գիշերային տեսանելիության սարքով, դրոնով նկարել։ Նայեք, պրիմիտիվ ձեզ օրինակ եմ բերում։
Դե պաշտպանության նախարարությունը եւ կառավարությունը ասես գիտեք ինչ, հնարավոր չի արբանյակային նկարահանումներով ապացուցել, որ իրանք են սկսել։ Իսկ ես ապացուցում եմ արբանյակին պետք չի ասել։ Այն արբանյակին է, որ 11 միլիոն գնաց պետբյուջեից էլ չի աշխատում։ Պետք չի արբանյակի հասնել։ Ընդամենը մեկ դրոնը, մեկ հետախուզական դրոնը, գիշերային տեսանելիության ռեժիմով, ուրեմն ջերմատեսիլիություն ռեժիմով, on-line ռեժիմով կարող ընդամենը ցույց տալ թշնամական պետության հակառակորդի դիրքապաները ոնց են մարտական վիճակի գալի կանում խրամաբջիջներում, լիսկավորում են զենքերը, կրակ են բացում եւ այդ ջերմատեսիլները կարան ցույց տան, որ գնդակը աշխատում, պետք չի գնդակը տեսնել, դու կտեսնես, որ նա կրակը վարում, մագազինա փոխում։ Պրիմիտիվ բան եմ ասում, չեմ խորանում ուրիշ հարցերին։ Դժվար է դա ցույց տալը աշխարհին։ Բաղ եմ կրակում։ Ես լրագրողի հարցին իմիջալուց անի հարցին եւ հայկայի հարցին ես ընդհանրապես ասեցի դուք տեղյակ չեք, դեռ չի ձերբակալվել Հայաստանի Հանրապետության տարածքում, որ ինքնակրակ է գյուղապետարանի շենքի վրա կամ գյուղերի։ Դուք չծիծաղեք, որ վաղը մեկին գտնեն, որ ինքը ասի ինքնակրակ է, չզարմանաք նման բանի վրա։ Սրանք ամեն ինչին դուք հասկանում եք ինչա։ Դուք պատկերացեք, մոտ 1 ամիսը կրակի թերթում։ Ունեք եր ամբողջ սահմանա եկանքով։ Դուք հասկանում եք ինչքան զինամթերք կա կիրառվում։ Ժամանակացույցն է 22:40-ից տեղեկությունների միջև առավոտ 4-ը։ Կիրառվում հրաձգային զինատեսակներ։ Կապ չունի տրամաչափը։ Ես հիմա տեխնիկական մի քիչ առումով ասեմ։ Այդքան կրակվող զենքը, այդ ինտենսիվությամբ կրակվող զենքը, արդեն ինքը հասկանաք, ինքը մաշվածություն է ձեռք բերում, նարեզներն են նստում, ինքը ասենք նախատեսված, ասենք մի պայմանական եմ ասում, մի զենքը նախատեսված է 10,000 փամփուշտի կրակոցու համար։ Դուք հասկանում եք իրանք էս մի ամսա մեջ այդ ամեն մի զենքը արդեն դուրս է եկել գործակցությունից, էքսպլուատացիայից դուրս է եկել։ Հանուն ինչ են այդքան զենք զինամթերք իրանք փչացնում։ Բա ուր են կրակում։ Եթե ժողովուրդը ցույց է տալ իր տաննա կպնում, հիմա գիտեք ինչ կբերեն։ Հիմա ասենք Շիրինյան, Միրինյան այդ կոնտեքստն եվրո մոդելի կոնտեքստը կբերեն, հատուկ փորձագետներ կբերեն, բալիստիկա կբացատրեն, կասեն լեռնային պայմաններում գիտեք, ես աստիճանի տակ խփել եմ, փամփուշտը սենց եկել է այս կալիբր։ Մի ամիս էլ այդ կրթությունը նորաձև է շրջանակներում Աննա Հակոբյանը որպես մի մոռացեք նա էլ է հրամանատար, Էրատո Ջոկատի հրամանատար, հին ռազմագետ, հին ամենահին ռազմագետներից մեկը կբացատրի ձեզ բալիստիկայի որ օդ են կրակել։ Իրանք իրանց մոտ կրակում էին, քամու արագություն կհաշվեն, Սուրենյանցը կասի, գիտեք, ես ինչ օրը սխալ է ասել, քամի սենցա, գիտականորեն մի 2 ամիս գժվստեն է ժողովրդին, որ սաղ ասեն, հա, ճիշտ եք ասում, օդ են կրակել, բալիստիկան, արտաքին բալիստիկան շեղում ա տվել, բերեք գցել աստեղ գնդակները։ Ամեն ինչին թունակ են սրանք։ Դուք հավատում եք մի հատ պետություն ուղղակի, լավ, վերջին ասեմ, կիսաքաղաքական գնահատական տամ, այդ դիտորդները ինչ են անում դե։ Ինչ են անում, այդ լավ այդքան դիտորդ կա սահմանին, այդ կրակոցները չեն տենում ֆիքս են։ Ես պետք է ասեմ մեխանիզմը, թե ոնց կարելի է միանգամից փաստագրված ցույց տալ, հանել on-line եք, ասենք 20:00 սկսել է կրակոցին։ Եկոտ մարտական, հետախուզական դրոն հանում եք վերև, ցույց եք տալի մեր մարտական հենակետին, զորքը բերված է բաց զգոնության մարտական վիճակի, պահպանությունն է իրականացում, չի անցել պաշտպանության մի հատ կրակ չի վարվում, հեն կողմից էլ նկարեք, ցույց տվեք ոնց են անընդհատ պաստատուփերը փոխում, մագազինները բացում, ցինկերը բացում, նույնիսկ լիսկա հասարակ պրիմիտիվ բան, եթե դուք ուզում եք իրոք ցույց տալ, որ իրանք են կար, դրա մեջ ինչ կա։ Մենք այդ ամբողջ տվյալները ունենք։ Հետախուզությունը աշխատում է իր բացել մակարդակի վրա, այլ հացած այդ տվյալները ուր է գնում։ Ասում եմ, բանը, արբանյակային նկար, բայց ես ով արբանյակից խոսում։ Ես ընդհանրապես այս պրիմիտիվ բան եմ ասում։ 2-3 մետր բացացեք մի հատ մարտական դրոն, հետախուզական։ Նկարեք, on-line ասաղ աշխարհին ցույց տվեք։ Լավ ուրիշ հաց դիտորդներն են տեղակայված, դե դիտորդների զեկույցները ուր է։ Այդ դիտորդները մեր կողմից են, չէ՞ կանգնած։ Այդ դիտորդներին կարակ մոտեցնեք մարտական հենակետին, հենց այդ կարակելու ժամանակ իրենք տարածքում են, չէ՞։ Ռեգիոնում են, չէ՞։
Թո ֆիքսեն։ Թո վիդեո անեն, տնան հայ զինվորը չի կրակում, են կողմից կրակում, դրա մեջ ինչ կա։ Բարդ բան է այդի։ Դա երրորդը չեմ ասում, երկու հատ ասեցի։ Հասկանեք, որ սա խաղ է։ Խաբում են, ուզում են մեր բանակի անունը գցեն։ Ուզում են կամավորականի անունը գցեն։ Հիմա նայեք, այս աշխարհազորի հետ կապված նայեք ինչ խայտարակ օրենք են ընդունել։ Ես այնպես նախագիծ եմ ներկայացրել։ Այդ նախագիծը սաղ տեղերով քննարկվել է։ Սերան ուշեղի չի հետ առանձինա քննարկվել որպես ազգային ժողովի ընդդիմադիր բան, տենց սաղ տեղեր ուժային կառույցներ, ես ազգային անվտանգության ծառայության դաբրոն եմ նամակով կյանքիս մեջ առաջի անգամ ազգային անվտանգության ծառայությունից նամակով պատասխանեց, որ ընտիր ծրագիր է, քննարկումներ մանրակրկիտ դետալային ժամերով տարբեր կառույցներում չի կիրառվում։ Կապված է կամավորականությանը, շատ ուժեղ պատրաստելու եւ միանգամից ներդաշնակելու բանակի հետ։ Ոչ մի բան չի արվում։ Այդ դուք տեսեք ինչ խայտարակ ծրագրեր են ներկայացնում։ Լամփուշկի մասին գիտեք, առաջվա փոխոստիկանապետը, որ հիմա որ այսօր Պաշտպանության նախարարության կողմից ծրագրեր են ներկայացնում աշխարհազորի մասին։ Դուք մի հատ ես տեսել եք իմ ուղիղ եթերները Վան Համբարձումյանն հետ ես ուղիղ եթեր եմ ունեցել, մասնագիտական բացատրել եմ, թե սրանք ինչ են անում։ Ես ինչից եք խոսում արա։ Դուք գյուղում գյուղական համայնքներում դուք այդքան կամավորականներ ունեք, տեղի ազգաբնակչությունում, այսինքն 85 տարեկան պապին հանելու հակադիվերսիոն գործողության, ձեռ եք առնում արա դուք։ Արա դուք ձեռ եք առնում։ Ու ազգային ժողովում sense նստած։ Միգուցե ես չգիտեմ, նայեք ինչ ասեց Անդրանիկ Քոչարյանը, ասում է հանձնաժողովային նիստերում ընդդիմությունը շատ ակտիվ է, ուժեղ քննա Այդ ինձ չի հետաքրքրում ով ում գովում։ Ես փաստացի տենում նիստերի ժամանակ, որը հրապարակային, ես տենում քննարկումները։ Եվ տենում եմ ընդունված որոշումները։ Դուք ձեռ եք առնում արա։ Դուք համայնքներում այդ ազգաբնակչությունը, այդ քանակակազմը ունեք, որ դուք կարողանաք աշխարհազորի առջև դրված այդ խնդիրները կատարեք, արա։ Մոդան մեկ իմ հետի քննարկում, դե բնական է, եթերային չի շատ բան է, դա ռազմական գաղտնիքներ է, պետական, ես չեմ հրապարակի, բայց ես գիտեմ ինչից եմ խոսում։ Գլուխները կախ լսում են ու նայեք ազգային ժողովում ինչ որոշումներ են կայացնում։ Փչացնում են կամավորականությունը, գիտեք ես ինչ անում հիմա էսի։ Էսի այս օրենքները ընդունում է, դնում է խնդիրները համայնքների վրա, հարձակումների դեպքում դիվերսիոն գործողությունների խեն են շեշտադրումը դրա վրա, իրանք գիտեն, որ լայնածավալ բան չի լինելու հատուկ նշանակության խնդիրներ, մտնելու են, ասենք, քյարքից մտնելու փագեն միջպետական ճանապարհ արարատով, հնդուց ընդե, այս են ոնց որ օտանը արին։ Հետո մի երկու տարի հետո եթե ինքը մնա, իսկ եթե սեն շարունակվի ինքը մնալու է հավերժ, քանի չի սատկե։ Ասելու է, ես եմ հրաման տվել, որ զորքերը հետ քաշվեն։ Որոտանից քաշվելուց հետո հիշում եք, որ ես Սյունիքի ճանապարհը միջպետական փակվեցի միջև։ Իմիջիալոց օգտվելով արդից ասեմ, վաղը ամսի 18-ն է, վաղը ժամը 16:00 վերաքննիչքերական դատանումի վերաբերյալ դատաքննությունն է։ Սյունիքի ճանապարհը ես 23 րոպե փակեցի միջպետական Հայաստան-Արցախ։ Ասի Սյունիքը հանձնում են, զինաթափում են գյուղերը, հավաքվեք, կամավորականներ, ժողովուրդ, հավաքվեք, զինվեք։ Ինձի խուլիգանությունով դատում են։ Հիմա վերաքննիչում վաղը հերթական նիստը։ Այդ գործով դատվում է, դատանալ Սյունիքից մեղավոր է ճանաչել, ոչ խուլիգանություն եմ կատարել։ Ասում եմ իմ կանխատեսման, իմիջիալոց ասեմ, Հայաստանի Հանրապետությունում երկու քրեական գործ կա, ովքեր դատվում են իրենց կատարած կանխատեսման համար։ Առաջինը դա Գառնիկ Իսագուլյանն է, որի ասածները իրականացել են։ Մեկ էլ ես, որ 2021 թվականին ճանապարհը Փագիասի Սյունիքի այս հատվածները տալիս են։ Ուրեմն 68 հեկտար տարված է հենց այս պահին Արավոս գյուղից 253 հեկտար Տերգյուղի հատվածից։ Այն ինչը որ ես ասում եի ճանապարհը փագելով, ասում եի, բաժան մեզ են զինաթափել, զենք չեն տալի։ Ժողովրդի զենքերը հավաքում են, տարածքներ են տալի, արեք համա չարեցին։ Նայեք հիմա ոսկեպարի դեպքերը։ Հիշում եք ոսկեպարի դեպքերի ժամանակ մենք մի քանի հրամանատարներով մեր տղեկով ընդեղ էինք։ ԱԱՑ-ով չկարացան հանեն, ՆՎԴ-ով չկարացան հանեն, դատախազությունով չկարացան հանեն, նիկոլականներով չկարացան հանեն, ընդե ենք, էլի կուտակվում են, տեսան կուտակումը շատ է, ինչ արեցին։ Գնացին ֆինիտա լա կամեդի ռեժիմի, ինչ արին, Բագրատյոնին բերեցին, Բագրատյոնը ժողովրդին գցեց հետևից, բերեց ներին հեռացնելու, հենց ժողովրդին ընդեղից հանեցին, իմ ու Բագրատյոնի կոնֆլիկտը տեղից է սկսել։
Երբ որ միկրոֆոնը վերցրեց ոսկեպարի հրապարակից ասես մանախը ուր է, ես ասի ուրախացել էլի, ասի երևի խելքին է, երևի այլի հավաքվենք կտենանք ոնց են տալի։ Ասեց մանախ քո տղեկին վերցրա գնաց տերից։ Պատերազմ էի հրահարում, դե ես էի պատերազմը հրահարում։ Թուրքերը եկել են վերցնում են, ես գնացել եմ պաշտպանցել, ես եմ պատերազմը հրահարում։ Սյունիքում է ժողովրդին հանին մեզի տեսակ, ծեծեցին, լցեցին ձորերը, հիմա այդ ժողովուրդը փոշմանել է արածի համար։ Հիմա գալի դատանում պատմում են ինչ ա եղել իրականությունը։ Հասկանում եք։ Ժողովրդին վերցրեց հետևից բերեց ականազերծումները սկսավ։ Հիմա օգտվելով առիթից կոչ եմ անում Շամշադինի հատվածի ժողովրդին, Իջևանի սկսած, Ստիկից սկսած, բոլորը կհասկանան ինչի մասին եմ ասում։ Բագրատը, որ հիմա էլի գնա կամ Բագրատը նման մեկը, էլ չլսեն, թող դաս լինի։ Սյունիքը դաշ չեղավ, ոսկեպարը դաշ չեղավ, հիմա ոստոթում կախված լուրի Շամշադինի հատվածով 2-3 հատված կա ուզում են տան, Իջևանից Ստիկի հատվածով ազատամուտի դեմով դե ուզում են տան, կոչս իջևանցիներին եւ շամշադինցիներին, քանի որ նա սառեցված արդեն առաջնորդա, բայց կարող է հիմա տականա նորից, չգիտեմ։ Հիմա թազա կարող է էլի գա ներին հանելու, այս անգամ չգիտեմ, ծիրանագույն շորերով, չգիտեմ։ Ես մի հատ բան եմ ասել ու կրկնում եմ, կրվող տղեն, զենքը ձեռքին տղեն պետք չմտնի քաղաքականություն, ները խնդիրը պետք է կատարի։ Հենց մտար քաղաքականություն չես պաշտպանելու հայրենիքը։ Դա փաստ է, հեռացրես ներին։ Ես անձամբ ամսինի, որ գիտեք, ցույցերին չեմ մասնակցում։ Իմ բազմաթիվ ընկերների խնդրանքով ասում էին ախպեր, մտել ես աշխարհի բառերն ես ասում Բագրատին, ասում է արա, չի կարելի կրվող տղուն հանել այդ տարածքից։ Արա ցուցարարների վեկալ գնա կրվող տղեկը թող շատանաս, դե տենամ թուրքը կարանալու այս հողը վերցի։ Արա հասկացեք, հայ փտկությունը զենքի մեջ, արա հասկացեք։ Արցախ չունենք էլ, հասկացեք ինչ է կատարվում, նույն մենք դավաճանական համակարգի մեջ ենք, մենք դի զենքով պահենք այս հողեր, արա։ Այս երեխեքը սա բանակն է, հրաման կտան, մի հրամանատարը պինտաղա կլնի, կասի չեմ ելնում, դրանք կկալանանουν կամ կխփեն, ձորքը հլնելու է, բանակա սա, կորպուս է, իմ ասած եղավ։ Ցականյանը, տխրահրճակը, որ վաղը կանելու է դատարանի առաջ ու ցուսմունք է տալ ինչպես, գեներալ ստացավ։ Շարքայինի ծտուց մեծացել է, նայեք, պագոնի համար տվեց այդ հողերը, որի համար այդ միջև է գնդապետ, այդտեղ սաղ կյանքը թե ծառայել է, մարդը գլխավոր շտաբում գեներալա, հասկանում եք ինչ է կատարում, այս սխալը թող չկրկնի Իջևանի բնակչությունը և Շամշադինի բնակչությունը, ես հանդիպումներ եմ ասում են մենք չենք անի, բայց ես չեմ հավատում, իմ աշկը շատ բան է տեսել, ես կյանքում չէի հավատա, որ Սյունիքում էդի կտենամ, ես կյանքում չէի հավատա, որ Տաուշում էդի կտենամ, որտեղ ես տեսել եմ էլ, ես այդտեղ այդքան ծառայություններ, մյուսը չծավալում եմ, ես ապշած եմ։ Հիմա նոր վտանգները մեր գլխին կախված are։ Եթե սրանք կարմենները միձեն տանեն այս երկրում, նշանակում մենք մեծ պրոբլեմ ունենք։ Միձեն, չեմ ասում երկուսը։ Եթե անգամ իրանք դնում են պլյուս, դա արդեն պրոբլեմ է այս երկրում։ Արեք իրատես ելնենք։ Ձև չունենք մենք։ Դուք պատկերացեք Աստված մի արասին մեզ ծանը մեր պայմաններում Իրանը հանգած մտնի պատերազմական գործողություններ։ Դուք հասկանեք մեր վիճակը ինչ ալու։ Ո՞վ է պահելու ես, բայց երկրի անվտանգությունը որտեղ է։ Ո՞վ է պահելու։ Վրաստանը դե փակի ճանապարհը ՆԱՏՕ-ի հետ կապված, ընդ պատերազմ է գնում, Ռուսաստանն նենց գժվցե գցե ջաններս գզում է մեզի։ Ինչ ենք անելու։ Ո՞վ է մեզ պաշտպանելու։ Հապկի մեջ ենք սկի, հապկը մեզ չպաշտպանեց անգամ այս բաց սահմանների պայմաններում, դուք ինչից եք խոսում։ Գլխավոր շտաբի պետն դե ասում է Սովացյան անկետ, ես էլ նենորը հացազրություն մասի, դե Սյունիքում եմ ինչ եղեք, պամպուշները կպրծենի չեն կրակի, ինչ ասեմ, ինչը մեկնաբան ես, ասենք որ համատեքստում մեկնաբան ես։ Մենք պետք է լինենք ռազմականացված ազգ, մենք ձև չունենք ուրիշ։ Մեր ու մանուկ, մենք ձև չունենք ուրիշ։ Գախնի ձևով, նայեք հասարակման, գախնի ձևով միջուկային զենք կրող Իսրայելում մեր ու մանուկ զինված են, մեր ու մանուկ, որ իրանք խնդիր չունեն այսօր, նայեք, իրանք են խնդիրն է ստեղծում աշխարհի համար։ Հասկանում եք։
Բա մենք սաղ աշխարհը մեր համար է խնդիր ստեղծում, մենք ռազմականացված չլինենք։ Մենք ենք ֆաշիստը։ Եկե մտել են մեր տներն են հասել, մեր առողջարանները, մեր ջրերն են ուզում, մենք գնացել ասում ատամն այդ մի լվացեք, որ ջուրը լինի։ Այս սարերը լեռները սաղ թողել է, ասում է, այդանք ասենք ձնապատ, ինքը միջեմա չի հասկացել, որ ձնապատ այդ լեռներից է այդ ջուրը գալի։ Ասում այդանք ձյան համար ասում կռվենք։ Դուք հասկանեք ինքը հայրենիքին ոնց է նայում։ Ես այսօր առավոտ կտենակ իմիջիալոց իմ 4 Facebook-յան էջերը փակված է, ես հիմա նոր թազա էջ եմ բացել, կոչվում է Մանախ Կամետա Եպիսկոպոսյան։ Օգտվելով առիթից խնդրում եմ բաժանել թագերվեք, ես չեմ կարող անգամ դրուկ տամ, ունենց եմ փագել։ Նայեք ինչ եմ գրել այսօր։ Հայաստանի Հանրապետության տեսլականը բացառապես գաստրոնոմիական է։ Ինչ խոսած մսով ճաշից, ազգային ժողովի ամբիոնից, երկրի գերագույն գլխավոր ես իմ ինչս, խոսում է մսով ճաշից, որ դե հաց ընդե կաց, սնունդ, ուտելիք, լավ, հասկանում եք, գաստրոնոմիական ապագայում ես մենակ ստապ, ուրիշ ոչի բանից մենք չենք խոսում, բանակ անվտանգության երաշխավոր չի, գաստրոնոմիական բոլոր խնդիրները ամենաբարձր մակարդակով է դրված, դուք հասկանում եք, դուք հասկանում եք, ես ինչ ստորացում է մեր ազգի համար, ամենաբանը այսօր, որ այսօր տեսա ուզում է բան անի, երդվյալ ատենակալներին սիտու դրի, ներդրվի, դուք հասկանում եք ինչ է դառնալու մեր դատական համակարգը, եթե այսօր պայմանական, Աստծո շնորհիվ մի 10 դատավոր է մնացել համակարգում, պայմանական, թող Աստված այս սխալվեն, թող 10 լինեն, որ հակված են արդարադատություն իրականացնելու, թեկուզ քիչ հակվածությամբ, թեկուզ շատ, թեկուզ բացարձակ, թեկուզ միջին, բայց հակված են, մեկ-մեկ նենց որոշումները կայացում, ասում ես ողպես դատավորը կամիկաձե է, բայց դեմս հայրենասեր մարդ է, իր վեճի չի, այո պրոցիվ է գնում սիստեմն արդարադատություն է իրականացնում, ասում ես չէ, էս պետք է լինի, էլ տենիմա չի լինում, հիմա երդվա, դուք պատկերացնում եք 12 ծիգրովկա ծյոսկա, նստած են, ասենք, երդվել ատենակալների սեղանին ու ասենք Մանախի կամ Սերոբ Գասպարյանի կամ ասենք Պավլիկ Մանուկյանի կամ ուրիշ մարդկանց, ասենք դատավարություն է այդում։ Հելնես երկինք իշնես, աշխարհի ամենաուժեղ advokatները գան։ Աշխարհի դաժե Մայքլ Ջեքսոնի 8 advokatներն էլ ներգրավեն ստեղ մեր advokatներին աջակցող։ Դուք պատկերացնում եք ստե արդարադատություն։ Մնացական Մարտիրոսյանն ասենք կլինի դատավոր ու 12 ծիգրովի ծյոսկա։ Ու դու ջեբգիրությունով, անգամ ջեբգիրությունով, որ չեմ ասում էլ լուրջ հարցեր։ Դուք հասկանում եք որ ծմա եք էթալու։ Դուք տեսեք ինչ է դառնում։ Միջև այս երկրում պատասխանատվության չեն ենթարկվում են դատախազդեն ու դատավորները, որ զակազով մարդկանց դատում են։ Այսօր քրեակատարողական հիմնարկներում մարդկանց ջարդում փշերում են երկելու համար։ Սենց խելքը նայեք, սենց ուղեղը նայեք դա։ Դելֆինի ուղեղ ունեն, էլի։ Այս աշխարհի, այս երկրի խնդիրները քրեական ենթամշակույթն է, հա։ Ձեզ ինչ արը քրեական ենթամշակույթ։ Գիտեք LS ինստիտուտի դեմ, որտեղ քրեական ենթամշակույթ այդ փողոցային իրանց հասկացողություն գողական բարքերը։ Ворցի մեջ ինքնասիրություն են դասիրակում փողոցը։ Քուչի աղջիկ հասկացողության մեջ պատվախնդրություն, որ հանգած մի հատ աչ ու ձախ արեց, այդ քուչում դառնալով թքելու են վրեն, նորմալ աղջիկ եղավ, այդ քուչի տղեն էլա պաշտպանելու, չի կարելի պորնիկ մեծանալ, հասկանում եք, ոնց է, մենք էդ ենք տեսել մեր հայատներում, գողական համակարգը դա է, փաստորեն պարզվում է, այս երկրում էլ պրոբլեմ չկա, քրեական ենթամշակույթը դարձել երկրի թիվ առաջի պրոբլեմը։ Առանց այդ էլ այդ մարդիկ նեղության մեջ են, առանց այդ մարդիկ կալ, ինչ եք ուզում այդ մարդկանցից, արա։ Կարգ ու կանոն եք ուզում հաստատեք, սկսեք ձեզանից, արա։ Սկսեք ձեզանից կարգ ու կանոն հաստատել, ինչ գործ ունեք դուք բանտերի հետ, առանց այդ էլ այդ մարդիկ մեկուսացվածության մեջ են, արա։ Ինչ եք ուզում։ Պարոն Այվազյան, ձեր գնահատմամբ, բանակն այս պահին ինչ վիճակում է գտնվում, պատրաստ է օրինակ նոր հարձակման դիմակայելու։ Ուրեմն ասեմ ձեզ, սրանք մենք մեծ պրոբլեմ ունենք բանակաշինության հետ կապված։ Առաջինը, որ բանակը էլի հին բարքերից եկող շատ մեծ պրոբլեմ ունի պլան կոնսպեկտները, կարևորը թղթի մեջ չլինի։
Բայց ես ասեմ 20 թվականից հետո բանակի մեջ շատ բան է փոխել, համ բացականն է մեծացել, համ դերականն է շատ մեծացել։ Դժվար ասել հավասարակշռություն ինչքան է տոկոսային։ Առաջիկա զարգացումները դա ցույց կտան, բանակի մեջ համ պատվախնդրությունն է մեծացել, համ արժանապատվության զգացողությունն է շատ մեծացել, համ թացը չորից ջոգվելն է շատ էլ չեն արտահայտվում։ Կգա պատերազմական իրավիճակ կամ գործողությունների ծավալման շրջան, դուք կտենաք բանակի հակադարձումը, դա կլինի գործողություններով։ Կգա իրավիճակ, որ չեն լսի այդ հրամանատ, կասեն կպի գործերի թե կլենտ։ Ես որ կրվում էի դու ուր էր։ Ես նայեք, ես թազա ես հերոսական ինստիտուտներ, այդ մեդալակիրներ, մյուսը, այդ ինստիտուտը նայեք գալու ազգայնական մի հատ պետական համակարգ, այս սա կանելն են դատարանի առաջ։ Ով ումա պարգևատրե, ինչի համար, մյուսը, էսի պայթելու է, էսի չի կարա երկար տևի, սա բնության կանոններին հակառակ է այս ամեն ինչը։ Բանակը պատրաստ է խնդիր կատարելու։ Բանակում այո կան նիկոլական մեծ ուժեղ ճյուղավորումներ, բայց ռազմական գործողությունների ծավալման դեպքում հիշեք ինչ եմ ասում։ Բնությունը իր գործը անելու է։ Էլի գտնվել են կյաժի պես խնդեր, մանումենցի, ուրիշ խնդեր են գտնվելու, ուրիշ խնդեր ամանատարներ, ճիշտ է, գլուխները ուտելու է։ Ինքը էլ սխալը չի կրկնելու 20 թվի։ Մեզանից շատերին ինքը չհասեց այն ժամանակ ծամի, ու հիմա մինչև գլխին է տալի։ Հիմա էլ որ ծամի ուշ արդեն։ Մենք դա հասկանում ենք։ Հիմա ավելի ուժեղ խնդեր են ելնելու, մարդիկ 5 տարի անցել է, սա հասկանում են ինչա կատարվել։ Մենք այն ժամանակ գիտեինք, լսում էինք, բայց չենք հավատում։ Հասկանում ես ինչ իրավիճ։ Հիմա իմ ընկերները դաժե մեղադրում են մեզի։ Ասում են ախպետ, չեք հասկանում, ինչա էս անեք, են անեք, ասում են լսի ախպետ։ Իմ խնդիրը Թուրքին սատկացնելու սահման պահելն է, այդ պատերազմը չէ։ Հենց տենում սատկացնում է, ես հասկանում եմ մեջքիս հետևը բաներ, բայց հիմա դու ո՞նց ես պատկերացնում, ես զենքը դնեի առաջնագծում գայիս, դա ինչ անեի։ Դուք եք, ստե դուք անեիք ախպետ, ես ընդի կռվում էի։ Ես չէի կարա զենքը դնեի, թուրքը գար առաջ, դու գայ կայնեի քո կողքը, յանի որ մենք չեկանք, դուք ստե ինչ արեցիք։ Մի խառնեք, կռվող տղուն մի խառնեք պոլիտիկային։ Ամենուժեղ պոլիտիկան դա կռվող տղեն է։ Եվ նա է թելադրելու քաղաքականությունը։ Նիկոլը ուզում է հլնի երկինք իշնի, հետա հոր գերեզմանին կամ հոր գերեզմանին, ու դու ուզում է երթմուտի Էրդողանի հետ սեն սիրտանի նկարվեն իրար հետ։ Ինչ ուզում է վիզարնի։ Ուզում է տա, արեք դա պահենք, դա տենանք ոնց է տալու։ Արեք պահենք։ Տենանք ոնց է տալու։ Ու հենց մի հատ պրավալ եղավ իր այդ արտաքին քաղաքականության այդ պայմանավորվածությունների մեջ, արտաքին քաղաքական ուժերը դուք գիտեք ինֆորմացիա չունեն, որ ազգը սրան չի սիրում։ Գործի կար օգտագործվում է։ Նա գործուն չի, գործոնը մենք ենք, կռվող տղեկով ենք։ Գործի կանա։ Հենց տեսան պայմանավորվածությունների շեղում ազգայնական ուժերը ոտ են, բանակին նեցուկ են, բանակը եղած տեղը, եկած տեղը, դաժե իրենց հրամանին չել ենթարկվում։ Հասկանում եք, նայեք ինչ են արել, նայեք ուշադիր ասեմ, ռազմագիտական բան եմ ասում։ Ռազմագիտության մեջ նահանջը, մարտավարական նահանջը, դա շատ լուրջ օպերացիա, դա վատ բան չի։ Դա օպերացիա, նախատեսված ռազմագիտության մեջ օպերացիա, այո, իմ օպերացիաների ժամանակ էլ եղել մենք լոժնի նահանջներ ենք արել, մյուսը մեր խնդիր է դա։ Բայց սրանք անգամ նահանջի ինստիտուտն են այսօր փչացրել, այնքան են փչացել, որ այսօր զինվորին ասես մարտավարական նահանջը, սենց է պետք, հո գլխավոր շտաբը, պայմանական ազգային պետությունը, գլխավոր շտաբը որոշում է կայացրել, հիմնական հարվածի ուղղությունը խաբսես տալ, պայմանական մի պրիմիտիվ օրինակ եմ բերում։ Քաշում ես հետևը, կոտորում ենք ֆլանգներով։ Օպերացիա չէ, հո պարտադիր չի, որ այդ զինվորը իմանա ինչ օպերացիա է, չէ։ Հիմա կարող ասես զինվորը չնահանջել, մտածի այդ դավաճանությունը, այդ ձևի փչացվելն է, սա որ սաղին միջև վերջ կոտորեն։ Հիմա այս կանանց ներգրավում էս ի՞նչ է։ Էս ի՞նչ եք անում, արա դուք։ Հազարավոր ворցեր էլ կայնած ամիսներով վայնկոմատների դեմը չեք բերես, որ կանանց եք ներգրավում բանակում, տանեք մի հատ իգական սերնել կոտորեք, հա։ Վերարտադրողական вообще սիստեմ չունենանք, հա։ Դուք հասկանում եք ինչ խնդրեմա։ Հարց չկա, կանանք հետ ու ներգրավեն։ Բայց հազարավոր մարդիկ ամիսներով կանգնած են եղել վայնկոմատների դեմը, ոչ մեկին չեն բերել ճակատ։ Ուժեղացում չի գնացել։ Համալրումներ չի տեղի ունեցել։ 40-50 կիլոմետրով նահանջ են տվել, նման բան չկա, գոյություն չունի ռազմագիտության մեջ։
Առեսկալակային աջակցության ոչ մի մարտավ նստեք գնացեք, կեսին կոտորել են, նես տեսին, ով ոնց կարած է ասել է։ Դուք հասկանում եք ես ինչա։ Իսկ կամավորների ներգրավվածությունը բանակին։ Առանց ասեմ ձեզ, առանց կամավորականության բանակը ոչ մի խնդիր չի կարողանալու կատել։ Ես ծրագիրը ես ներկայացել, ուղղակի ես չեմ կարող բացեմ փակագծերը, ինքը շատ լուրջ ծրագիր է, մանրակրկիտ բավականին վերլուծված, փորձագիտական սաղ կրուբներով անցած, բոլորի դուր է եկել է, բոլորի։ Պատկերացեք, մի հատ բան ավելացել է Սերյան Մուշեղիչը, ինձ դուր եկավ։ Պատկերացեք, այդքան տեղեր անցել է ոչ մեկ բան չի ավելացել։ Մենակ Սերյան Մուշեղիչը մի հատ բան ասեց մի տող եմ ուստեղ ուզում ավելացնել, որ սա կնպաստի հայրենասիրական դաստիարակությանը։ Ասիայտի պրամատգատ եմ արել։ Ավելացա, գեներալ գնդապետ Մարտես։ Դուք հասկանում եք ինչքան մանրակրկիտ ծրագիր է։ Չեն իրականացնում, բյուջեն փող չկա։ Փող պետք չէ դրա համար։ Չգիտես, այս իրավիճակն է։ Ու այսօր նայեք ինչերից են խոսում։ Այսօր նայեք, այսքան խմբավորումներ, իբրև թե ահաբեկչական։ Լավ, դուք եք ասում ահաբեկչական, բայց չեք ուզում այդ պատճառը ոչնչացնեք։ Այդ պատճառը վերացնեք, ինչ, ասինքն, եթե մի բան կա, ուրեմն պատճառ կա, չէ՞ դրան։ Լավ, ազգային անվտանգության ծառայության, ասենք, սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտը պայքարում է այս խմբերի դեմ, չէ՞։ Հարց չկա։ Բայց այս ձևավորվում է, չես խմբերի անդամ, պատճառը ի՞նչ է։ Եթե տեսական, նույնիսկ ընդունեք ձևավորումը, ընդունեք ճիշտ են, ընդունեք 20-ատ, 50-ատ խումբ են վերցրել, լավ են աշխատում վերցրել, հարց չկա։ Ինչի է ձևավորվում։ Կարող է սաղ ազգեթա նստի։ Խնդիրը լուծեք։ Քանի անգամ եմ ասել, Փաշինյան Նիկոլ գերագույն գլխավոր հրամանատարն է, չես երկրի զինված ուժերի պատերազմի ընթացքում։ Գապեքս ֆիրմայում պատվիրի ամենաուժեղ բրոնի ապակին 6-ը 6-ի վրա 12 քառակուսի։ Որտե ուզում ես դիր 50-ա դիպուկահար շարի, հաթա թո բոլորիս խուզարկեն, մարդիկ եք ով ուզում եք քեզ հարցեր տանք։ Այսպես տետա-տետ, այսպես նստենք քեզ հարցեր տանք, մենք ուզում ենք, մենք հարցեր ունենք։ Դու խել չես անում մեր աշկերի մեջ նայես, կան գրասենք արա ինչ կա։ Արա դու տղամարդ ես Յանի, ընդունենք։ Ու սա ուզում են քեզ սպանեն, բայց քեզ հետաքրքիր չի, քեզ խեն ուզում սպանեն։ Մենակ հետը չբերես են Հայաստանի ժեշտի քարտեզը, հա։ Գալիս դուք մի կապի որ չուտես չխայտարակվես, որտեղ ուզում ենք խոսանք, հետը դրեմ, տենանք, էլի, արի արա, բրոնի շուշեք հետ, ախրանաներով հետ, զորքերով հետ, կարմիր քսև բերետ, ինչ բերետ ուզում ես սիրենվի, չգիտեմ, ինչ ուզում ես բեր։ Մենք ուզում ենք այսպես նստենք, բայց մի բացառիկ նախապայման կա։ Բոլոր լրատվամիջոցները պետք է լուսաբանեն։ Ոչ քֆուր առնելու, ոչ վիրավորանք։ Հաց։ Մենք այս երկրի պահող կրվող տղեկն ենք։ Գերագույն գլխավորն ես դու, մենք քեզ չենք ընդունում, որպես հրամանատար։ Բայց չես ուզում լսես։ Բայց չես ուզում հասկանաս քեզ խենք մեղադրում, արա։ Ձեր քաղաքականությունը կողեք ձեր հետևները, մենք հարցեր ունենք, որպես զինվորականներ հարցեր ունենք։ Դու ես գերագույն գլխավորը, բայց դու չես ուզում լսես։ Բայց հարցեր ունենք արա քեզ տալու։ Մեզ քեզ քո քաղաքական խաղերը տակ կոնկրետ հարցեր, կոնկրետ։ Մեզ չես կարա այն հանես ժեշտերը պոկես, պարես, ես իմ ճվազ, ես իմ ինչ անես, մենք քո համար քո ընդդիմությունը չենք, որ կուլտուրական խոսանք, ասենք կառավարության գլուխ դու էլ ասես մեծ գլխի փոքր տղատես լկստվեք իրար հետ, մենք ձեր խելքին չենք, արա, մենք ռեալ մարդիկ ենք, բայց չես ուզում մի հատ համալիր է դալիճը փագեք, մի 2000 մարդ այսպես գան նստեն, 2000 կրվող տղա ֆորմեկով ասեն, հերթո միկրոֆոնը սենց տան, քեզ հարցեր ունենք տալու։ Դու այդ էներգիան սկի չես ձգի, արա, դու այդքան հայ մոտիկից չես տես այդքան կրվող տղա։ Պատկերացնում ես 2000 կրվող տղա մտնեն համալիր ու ինքը նստած է լինի։ Այդ էներգիան դերնի թուրքա, չէ՞։ Թուրքը 2000 հայի լյուբոն ներկայության փախել է։ Դուք հասկանում եք ենի կարամանա։ Ինչ դեղ ուզում են տան խմի, այդ օրվա դեղերը ուսիլի տարած է տան։ Անան բրովել դեղերը լցի խրիկներ էլի չի ձգի, չի կարա խոսա։ Ինչ պիտի պատասխանի մեզի։
Մեզ պետք է ասի բանակը Հայաստանի անվտանգության երաշխավորը չի։ Չէ, ինչ պետք է ասի մեզ, ինչ պետք է պատասխանի Արցախի հացով է սահմաններ, ինչ պետք է պատասխանի։ Մենք իր համար ոչ Ռոբերտ Քոչարյանն ենք, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն ենք, ոչ Սերժ Սարգսյանն ենք, ոչ Արմեն Սարգսյանն ենք, Մարոժնի ուտող, ոչ ես ենք, ոչ են ենք, մենք կրվող տղեկ ենք, զենքներ, մեր կյանքը դրած էս երկրի համար, մենք հարցեր ունենք։ Մենք զոհվածի ծնողներ չենք, որ տանեն մի օր էս հանձնաժողովում խափեն, մի օր են հանձնաժողովում, մի օր ընդեղ խափեն, մի օր փափուկ բաց դնեն, մի օր փողեր ավելցնեն, կեսը չխոսան, մեկը շատ խոսա, մեկը քիչ խոսա, մեկը փողը շպրտի երեսներին։ Մենք կոնկրետ կատեգորիա ենք։ Անկառավարելի, մեր մի հատ կառավարելությունը դա ասո Պատվիրյանը հայ ազգը պաշտպանելու եւ հայոց աշխարհը պաշտպանել։ Այո, մենք ռևանշիստներ ենք, մենք ազգայնականներ ենք։ Մենք կռվելու ենք։ Այդ որ ինքը տես գոռում է։ Արցախի հատ չի լինում, քանի ես վարչապետ եմ, ոչ մեկ չի լինում, ասես մի հատ այդ բաժակը վերցի, դու ասի այ կա դու ով ես Արցախի հացը փակված համար ես, Արցախյան շարժում չի լինում։ Դու ով ես Սարա, ով ես դու արա։ Ոչ մեկ չի չհելավ։ Գոնե հլեին գնայի, չլսեին այդքանը։ Ոնց Արցախի հացը փակված է։ Քանի ես վարչապետն եմ, Արցախյան շարժում չի լինելու։ Արցախյան շարժումը կա եւ շարունակվելու եւ ավելի մեծ թափով։ Նիկոլ Փաշինյանն ասում է նաեւ, որ բանակին հրաման է տվել, որ հայկական կողմը չկրակի։ Ինչ է սա նշանակում։ Նախ Փաշինյան իրավունք ունի նման հրաման տալու բանակին եւ հետո եթե նա նման հայտարարությամբ հանդես գալիս չի նշանակում, որ նախկինում էլ հրաման է տվել, որ հայկական կողմը կրակի։ Մի հատ հասարակ բան ասեմ, եթե ես ունենա այսօրվա արտախորհրդարանական եւ խորհրդարանական դիմության ռեսուրսները, զուտ իրավական հարթություն ունի։ Կոնկրետ դիտեք այսօր փաստաբանական ծառայությունները վճարով է։ Իրական ունեն այդ ռեսուրսները, կան վճարեն, կարան չվճարեն, փաստաբաններ կարող են լինել անվճար սահանեն, ընդհանրապես սկսեն իրավական գործընթաց։ Նա իրավունք չունի մարտական խնդիրներ կատարող զինվորին, ինքը մեծ հաշվով էսօր զինված ուժերի հրամանատարը չի գլխավոր։ Գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է։ Անկամ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի իրավունք չունի նման հրաման տալու։ Ասեք ինչի, որովհետև գոյություն ունի պետական սահմանի պահպանության մասին օրենք։ Կան կանոնակարգեր, պաշտպանության նախարարության հրամաններ, գլխավոր շտաբի պետի հրամաններ։ Դուք հասկանեք, մեզ սա մի հատ ամբողջ իրավական հասկացեք, մեկ զենքը մարտական հենակետում պահպանությունից պաշտպանության անցնելու նախ հրամանը, հետո զենքը մարտական վիճակի բերելու, կրակային թիրախներ որոշելու, մարտավարական կոնկրետ խնդիր որոշելու, լուծում դնելու, խնդիր դնելու, աջակցող հետի մեծ պրոցես է, դա կանոնակարգված է օրենքով։ Հիմա լավ, այսօր դեղերը չի խմե, ասում է, ասել եմ, ինքը ով է, որ ասի չկրակեք։ Ով է ինքը։ Մարտական հենակետում կանգնած զինվորը ունի արդեն իր մարտական խնդիրը, նա ինստրուկտաժ եղած արդեն բարձրանում է մարտական հենակետի պահպանության շրջան, կոնկրետ պահպանության շրջան, պետական սահմանի պահպանության շրջանում ինքը մարտական խնդիր է կատարում։ Եվ կանոնակարգված է այդ խնդիրը։ Լավ, միացած ձեզ բան ասեմ։ Ասենք կա դաշտային կապի միջոցներ, ռադիոկապի միջոցներ, հեռախոսակապի միջոցներ։ Սրանց ոմնը այսա կասեն բանը պոշտալյոն ղշեր են առնելու, վերջի վայրant, որ ղշեր թրծնեն։ Սրանց որ մնա բյուջեից 11 միլիոն դոլար կդնեն, որ Պարսկաստանից կամ Ամերիկայից ուժեղ ղշեր բերեն, որ հիմա պլանա թրծնում, ասենք Մեքսիկայից Ամերիկայից ղշերը առնեն բերեն, ոստուց կասեն կապի միջոց ոչ չլինի, այդ ղշերը թլնեն։ Հեսա ղշաբուծարաններ կբացեն, միտք եմ տալ էլի իրանց։ Պատկերացեք, կապի միջոցներ չունի մարտական հենակետը, ինքն ունի մարտական խնդիր։ Իրան ազնված պահպանության շրջանը պաշտպանելու։ Հիմա հասկանում է, հացակում է, ինքը ինստրուկտաժ եղած զինվորականներ են, կա դիրքի ավակ, միսը։ Կապի միջոց չունի, որ զեկուցի հացակում է տեսնում։ Ինչ պետք է անի։ Ու բանը, որ մտել է իր գունանգերի հետ գրվելուց է եղել, զատու տես ոնցով բանը, YouTube-ը բանա բերե, տեսել ես կենթանին բանա, հանդեր հրամանատալի ես ասում եմ, որ որ ասում է գլխացավի դեղեր է ուզում խմեմ։ Սուտ է ասում, այդ իրան են ասել գլխացավ։ Բանը պլացեբոյի էֆեկտ են կիրառում են, ասում են գլխացավի դեղը, բայց ուժեղ դեղեր են տալի, որ գոնե դե չխոսել, ետ էլ չի ազդում։ Որ ասած հենց հիմա ուզում եք ագրած դեղ խմի։ Հիշում եք Աննա Գրիգորյանի իր երկխոսությունը ազգային ժողովում
Դուք հասկանում եք, հիմա կապի միջոց չկա, ինքն հրաման է տվել։ Ու այդ ուղղությամբ ճեղքում է փորձում արվի։ Ինչ պետք է անի այդ դիրքի ավակը կամ այդ ջոգը կամ այդ դասակը կամ այդ գումարտակը այդ պահպանության շան, ինչ պետք է անի, խնդիրը չկատարի իր առջև դրված։ Ինչ էս խփնվածի բանն է լսի ազգային ժողովում, որ ասել է չկրակեք, հա։ Կրակելը վաղն ասի ես ազգային ժողովում չի, ոնց բաները ուղիղ կապի միջոց ոնց, այսինքն զորքը մարտական հենակետումը ազգային ժողովի նիստերը չի նայում։ Կորպուսի հրամանատարի խիստ նկատողություն ոնց։ Խաղաղության օրակարգ ենք մենք հաստատել, զենքը ձեռնած բռնած դիտարկում անում, հա ես ընդեղ խոսում եմ, չի նայում իմ նիստերը, մի ծիծաղեք, ինչի ծիծաղեցիք եկավ գլուխներս, ինչի վրա ծիծաղում ենք, ղժում ենք եկավ գլուխներս, ասում եմ չկրակեք, բա ինչ չանեն, իմիջալոց 21 թվականին ջերմուկի դեպքերի ժամանակ, երբ որ ես տեսա իր այդ հրամանի տակ, ուշադիր լսեք, շատ կարևոր բան եմ ասում, ես մտանով դատվել եմ, հենց հիմա մեղադրական դատավճիռ կա, երբ որ ջերմուկի դիրքերում ասել էր չկրակեք, եկան խաղաղության պայմանագրով խոսալու, ծեծեցին զինվորներին, գերեվ արեցին տարան, ես մտա ուղիղ եթեր աշխարհի քֆուրները տվեցի խուլիգանությունով, ես հիմա մեղավոր եմ ճանաչված, վերաքննիչը թողեց դատավճիռ ուժի մեջ, վաղամության ժամկետը անցած է, դրա համար բանը պատիժը չկիրառեցին։ Ես հենց հիմա այդ հոդվածով դատվել եմ, որ եթերով իմիջալոց, գիտեք ով է շատ նեղվե։ Կոջոյան Հայկ Կոնջարյանը։ Չէ, բանը, նայեք, բան կա, չէ, դպրոց կա, Կոջոյան դպրոց կա, պրոսպեկտի վրա, արվեստի դպրոց կա։ Այդ արվեստի դպրոցի տնօրենը, ով ԿՊ խորհրդի անդամ է, Ռուզանա Երեմյանը։ Ինքը ապրում է Մասիվում, եթերս տեսել էր, եկել էր մի անգամից մալացիայի քաղմաս հաղորդում էր, որ ինքը նեղվել է, խիստ ուզմունք ապրել։ Երկրորդ վկան, գիտեք ով էր, մի հատ մարդ, ով Ռակով հիվանդ է, հարբեցող մարդ է, 4 կարգի ռակ, այսօր եկուցատ է, շինարարություն կատեի պահակ է։ Մարդ եկավ դատան ասեց, էթում էի գործի առավը 4-ի պահակն եմ, ասում եկան երկու հոգու վերցի ներկացան օպերներին, բերին ասին տեն ճանաչում ես ես տղուն, ասես չէ, ասես քրվում ասաղին, ասես լավ անում, ասին գրի, որ դու համաձայն չես, հատ, ասես ես գրել չգիտեմ, ասին լավ, մենք օտեր ստորավ ես չեմ էլ ճանաչում, ում ա քրվի, ասին Նիկոլին, ասես լավ արի, մյուս օրվանից այդ մարդուն վկայել չկանչին, իսկ Ռուզանա Երեմյանը, գիշերվա 2-ին Թորան հետ, գիշերվա 2-ին անչափած Թորան հետ YouTube նայելուց միամիտ բերել էր իմ բանը, այդ քֆուրներից շատ ազդվել էր, մի հոգի կտան Հայաստանում, բեսան ազդվել էր, ինձ դրանով մեղավոր ճանաչեցին։ Ու գիտեք որ կադրերի հիման վրա, այդ որ ջերմուկում են մեր տղեկին, որ ասել էին չկրակ եք, գալիս են խոս, այն որ երեք ջարդուն փշրեցին, կեսին լցին ձորը, կեսին գերի տարան, լղճում էին զին։ Այ այդ կադրերի հիման վրա ես գիշեր տեսել եմ, մտել եմ եթեր ուղիղ քֆուրների տվա, ես հիմա մեղավոր ճանաչվեցի, դատվեցի դրանով։ Դուք հասկանում եք սրանք ով են։ Ասում եմ մի հատ նեցուկը մեր հայ ազգի պաշտպանության, դա կամավորականն է, դա բանակն է։ Մենք ուրիշ անվտանգության երաշխիք չունենք։ Սա ազգային պետություն չի դառնա, քանի բանակը իր տեղում չլինի։ Մենք ուրիշ պաշտպանության միջոց չունենք, ախր հասկացեք։ Դե պատկերացեք, վաղը իրականում Իրանի խփեն։ Վրաստանի բանը գիտեք, մի պետություն, որ 6 անգամ պետական կրոնա փոխ է, դուք ոնց եք պատկերացնում։ Նայեք դրա միջպետական համաձայնագրում է թշնամիների հետ։ 20 թվականի պատերազմի ժամանակ զինամթերքով Կալանասկի չթողեցին մտա, մոռացաք։ Ինչ ենք անելու։ Հապկինը նենց է քելեցել, մինչև մայիսին սպասենք, ես հետա թազա կուրսերի գա, մինչև մայիսին ապրել է պետք, չէ։ Կարող է թա չուզենեմ գա։ Աստվածնա Պուտին ձյան ջղայնացածել Իրանի նախագահի օրընկնի չգա, ինչ իմանամ, աստված մեծ է էլի, քրիստոնեական պետություն է, կարող խղճա ես ազգին, ինչ ասեմ բա, կրվել է պետք, ձև չունենք, պետք է պատրաստենք պատերազմի, մեր ու մանուկ, այսին մեր նոր Սարդարապատանն է, այսին մեր նոր Ղարաքիլիսանն է, մեր նոր Բաշապարանն է, Էսա, փաստացին եք, 253 հազար քառակուսի կիլոմետր, նեք, սա հատվածներով մտած են։ Այսօր ասում ատամներդ մի լվացեք, որ ջոր ունենանք հետ, դուք հասկանում եք, այսով արա։ Ով սրա դիագնոզը տվեց, հոգեբուժական,
Նոբելյան մրցանակա ստանալու։ Սա հոգեկան հիվանդ է։ Նայեք, ձեր եթերից օգտվելով, գիտեմ ձեր եթերը լսանը մեծ է։ Ես դիմում եմ խորհրդարանական, արտախորհրդարանական, գիտեք խեն իրաց դիմում, ես հենց չեմ վստահում։ Ուղղակի նրանք ռեսուրսներ ունեն։ Թող հրավիրեն միջազգային մասնագետների, այսօր ես խորհրդակցել եմ, անկեղծ եմ սա ասում, լուրջ եմ ասում, կոնսուլտացիա եմ արել մասնագետներ, հոգեբուժների ու բացրակարգ։ Ուղղակի ֆինանսական ծախս է, թե չէ ես դա կծերնա, ես չունեմ այդ հնարավորությունները։ Ասում են անգամ մարդու ժեստիկուլյացիայով, իրակես ամեն ինչով կարող են այսօր դիագնոզ տան եւ դա գիտական 1000%-անոց ապացուցված փաստ է։ Հրավիրեք միջազգային մասնագետների։ Պատվերը տվեք ընդես ու պետք չի գան Հայաստան։ Պատվերը դրեք, մարդիկ թող միջազգային ամենաուժեղ կլինիկաների եզրակացում, սկսեք իրավական գործընթաց։ Այսօր աշխարհում ինձ ասացին 4 կենտրոն կա, որ դրանց տված եզրակացությունները, մեկն է Ռուսաստանում է, ասում մոռացեք, այդ եզրակացությունը եթե տվել են այդ 4 ինստիտուտ էս աշխարհում, վերցել դնելու բան չկան։ Ոչ մեկ չի կարող դա դաժե քննարկման առարկա դարձնի։ Բերեք իրավական գործընթաց սկսեք։ Այս մարդը հիվանդ է։ Ես կոնսուլտացիա եմ արել, հարցումներ եմ, ես հավայ չեմ խոսում։ Ես ունենամ այդ հնարավորությունը, ինձ ասել են սկսում է այդ գործընթացը 70-ից 80,000 եվրոյից սկսում այդ պատվերը։ Պատվերը ստալի, սկսում են այդ գործընթացը։ Ընթացիկ ծախսերը կարող հասնի մինչև 150-60,000 եվրո։ Չունեք այդ ռեսուրսները։ Դրեք դիմեք այդ միջազգային առողջապահական այդ կազմակերպությունը, մարդիկ կոնկրետ դիագնոզներ են տալի։ Տեսեք, որ հիվանդ է։ Բերեք իրավական գործընթաց սկսեք։ Որովհետև այդ հիվանդության ախտորոշման համար ամեն դեպքում պետք է բժշկագիտական համապատասխան ոլորտի մասնագիտական եզրակացություններ լինեն։ Համաշխարհային 4 կառույց կա, որոնց հետ ոչ մեկ չի կարող վիճարկել։ Դրեք վիճարկեք, բերեք, դրեք օրենսդրորեն մտեք դատարաններ, դմեք եվրոդատարան, չգիտեմ, հանեք աշխարհը ոտի, որովհետեւ հիվանդ է, հա։ Այսօր է մեր երկիրը ուտանում։ Վաղը հիշեք մի հատ բան եմ ասում, նա քրեական պատասխանատվությանը չի ենթարկվելու։ Երկիրը կորցնել են վերջում իրականում վաղը ինքն է դիմելու այդ նույն կառույցներին, ինքը փող ունի արդեն։ Ասել են գիժ ախպեր։ Հիվանդ է, մարդ հիծն է, հիվանդ է եղել։ Ժամանակին զբաղվեք, նայեք առաջ անգամ իմ կյանքում ձեր տաղավարում եմ ասում, միջև էսը գրառում եմ արել, մոտ 1 ամիս առաջին Facebook-յան էջում Արտուր Աշոտովիչ կարող եք մտնել, բլոկ են դրել։ Բլոկ են դրել, մայիսին նոր բլոկները բացվելու է։ Այս մտեք նայեք գրառումներս։ Ես կոնկրետ մասնագիտական քննարկում եմ ունեցել, մարդիկ ինձ բացատրել են։ Ասում դուք խիչ եք անում, ասում վճարեք մենք անենք։ Ես չունեմ այդ հնարավորությունները։ Իսկ ընդդիմությունը ունի։ Եթե դուք Նիկոլետ մի ձեռ չեք, հենց այս եթերը հրապարակվելուց հետո սկսեք գործընթացը։ Իրավական, լրիվ օրինական գործընթացը։ Ունես կասկած, վճարի, մարդիկ քեզ տալիս են մասնագիտական եզրակացություն։ Վճարեք, ստացեք։ Կգա եզրակացությունը։ Խնդրեմ, իրավական գործընթաց սկսեք, որ ձեր երկրի ղեկավարը գիժ է, արա, հիվանդ է, հոգեկան հիվանդ է։ Կոնկրետ հիվանդության տեսակով, աստիճանով, վաղեմությունով, բուժման եղանակով, պրոգրեսով, ինչ է կատարվում, կոնկրետ այս մարդը հիվանդ է։ Ու էդի առանց այդ գործիքային ներազդման է, իրանք այսպես կարում են տան, ասին դրանից հետո արդեն ինքը եթե ուզում ապացուցի, որ ինքը բան չի, արդեն պետք է թույլ տա հանձնաժողովները գան, արդեն արուն վերցնեն, արդեն վիզուալ շփվեն, ինձ սա բացատրել են process-ը։ Ես հիմա այդ ուղղության վրա եմ, ես ֆինանսական հնարավորություն չունեմ, թե չէ ես այս ընդդիմության խելքին եմ, անց սկսեմ այս process-ը, ես չունեմ այդ հնարավորություն, ես չեմ կարող այսօր տանեմ դաժե $1000 տամ, որ սկսեն։ Ունեք հնարավորություն։ Մի օրվա համար 20-30,000 մի հատ էկրանի համար փող եք տալի, որ Բագրատյոնը խոսա, խափի տան, ղրգիտուն առավոտը ցրտին կան։ Այս ներդրեք ես լուրջ ծրագրերի վրա։ Տեսեք, էսի ոնց ապացուցում հոգեկան հիվանդ է։ Շատ լուրջ գիտական փորձեր կա այսօր աշխարհում ու շատ լուրջ մասնագետներ։ Արեք։ Խի դուք չեք տենում որ գիժա։ Խի նորմալ էսի վարչապետա։ Էսի վարչապետի պահվածքը։ Մենակ սրա ուտելը, ես այդ կադրը, մենակ սրա ուտելը, ասին էսի հոգեկան շեղում է։ Պրոտոկոլ էտիկետը անգամ սովորած մարդը սա պետք է թույլ չտա։
Որտեղ դե դաժե մի հատ կադր կա, որ մուրավենը եսի ինչ է ուզում խառնել, փաշնամը եսի ինչ է, արդեն այդ մի ծիծաղացեք, այսպես ծանր պայմաններում ենք, նայել են մարդիկ։ Մենք նայում ենք ծիծաղում ենք քաղաքենության վրա, բայց եսի լուրջ հիվանդագին խնդիր է։ Սա մեծ պրոբլեմ է։ Շնորհակալ եմ, Ես պարոն եմ Այվազյան։ շնորհակալ։ Իմ հյուրն էր ազատամարտիկ Արթուր Այվազյանը։ Կհանդիպենք։